Հայաստանի ընտրությունները դա Հայաստանի ներքին գործն է։ Եվ մենք հայացում ենք Հայաստանի քաղաքացու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն եւ ոչ թե այլ երկրների ղեկավարների։ Համոզված եմ, որ արևմտյան մեր գործընկերները նույնպես ուզում են, որ Հայաստանում լինի ուժեղ եւ վստահելի գործընկեր։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իրականացնել է բալանսավորված արտաքին քաղաքականություն, բազմավեկտոր, իսկալի համար մենք ազգովի ենք վճարում, մեր ժողովուրդն է վճարում։ Միացյալ Նահանգները Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է լինելու, երբ որ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լինի իշխանության։ Տիպի հնարավորությունները մաքսիմում օգտագործելու ենք ազգային շահերի համար։ Խաղաղության պայմանագրի կարևորագույն բաղկացուցիչը երաշխավորների առկայությունն է։ Պուտին-Փաշինյան հանդիպմանն իհարկե առանց անուն տալու խոսվեց նաև Սամվել Կարապետյանի եւ ընդհանրապես ինչպես Պուտինը բնորոշեց պրոռուսական ուժերի ընտրությունների մասնակցության մասին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր միջամտություն Հայաստանի գործերին, թե բարեկամի խորհուրդ ու ցանկություն։ Ինչ մեսիջներ հղեց Պուտինը։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալեքսանդր Սարգսյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Սարգսյան, եւ այսպես Պուտինի խոսքերը, որը Հայաստանում հենց երկու օր է շատ է քննարկվում, պրոռուսական, բանտարկված մարդ Ռուսաստանի անձնագրով, Փաշինյանի արձագանքը դրան եւ Պուտինի ասածը, որ իհարկե մենք չենք միջամտում կամ ձեր գործն է, բայց ցանկալի կլիներ, որ ընտրություններին իրենք էլ ունենային պայմաններ մասնակցելու, հավասար եւ այլն եւ այլն։ Հիմա սա ինչ է ձեր գնահատմամբ։ Արդյոք սա միջամտություն չէ, շատ է խոսում, չէ՞, դրսից միջամտության մասին։ Օրինակ Արևմուտքն են ասում միջամտում է Թուրքիան եւ այլն։ Եվ ընդհանրապես ինչ մեսիջ է սա։ Շնորհակալություն։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի ընտրությունները դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ինչքանով էլ հարգանքով վերաբերվենք մեր գործընկերներին, դաշնակիցներին, բարեկամական երկրներին, աշխարհի բոլոր գերտերություններին եւ Արևմուտքում եւ Հյուսիսում եւ Հարավում, սակայն Հայաստանի ընտրությունների հիմնական որոշում կայացնողը պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ Եվ սրանից ելնելով մեր ծրագիրը եւ մեր որոշումները լինելու են հենց միտված Հայաստանի քաղաքացու համար, Հայաստանի ազգային շահերի համար, իսկ ինչ վերաբերվում է հայտարարություններին, բնականաբար բոլոր երկրներն ունեն իրենց ղեկավարների եւ տարբեր պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, բայց նորից եմ կրկնում, մենք մեր քաղաքականությունը միտված է ազգային շահերին, Հայաստանի քաղաքացուն եւ մենք հայացում ենք Հայաստանի քաղաքացու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն եւ ոչ թե այլ երկրների ղեկավարների։ Այդ պարագայում ինչպես կմեկնաբանեք պրոռուսական արտահայտությունը։ Այստեղ էլի խոսենք այո ուժերի, այսինքն իմ կարծիքով այստեղ մեր գործընկերներին, մեր դաշնակից երկրներին հետաքրքիր է Հայաստանում ունենալ նախ եւ առաջ ուժեղ, վստահելի եւ կանխատեսելի ղեկավարություն։ Դա կլինի մեր համար բնականաբար ցանկալի է որ դա լինի Սամվել Կարապետյանը, բայց բոլոր գործընկերների մասին է խոսքը, ոչ միայն ռուսական գործընկերների։ Ես համոզված եմ, որ արևմտյան մեր գործընկերները նույնպես ուզում են, որ Հայաստանում լինի ուժեղ եւ վստահելի գործընկեր, ուժեղ իշխանություն, որը հնարավորություն կունենա բոլորի հետ խոսալ հավասարը հավասարին։ Նույն ռուսական կողմը իրենք էլ կուզենան, որ Հայաստանում լինի ուժեղ ղեկավարություն, այլ պարագայում այս տարածաշրջանը ամբողջովին անցնելու է թուրք-ադրբեջանական վերահսկողության եւ թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ուժեղացման շրջան։ Այդպես եք դուք հասկացել Պուտինի մեսիջը, ճիշտ հասկացած ես, որ ինչպես նոր մեկնաբանեցիք։ Ես Պուտինի մեսիջը անձամբ բնականաբար չեմ մեկնաբանի եւ ոչ մի երկրի ղեկավարի մեսիջ ես չեմ մեկնաբանի, բայց հետևություններ արվում են։ Մեր կողմից արվում են հետևություններ, բնականաբար պետք է այդ հետևություններն արվեն նաեւ իշխանական Հայաստանի իշխանությունը զբաղեցնող անձանց կողմից, որը որ մենք չենք տեսնում։ Նաև այլ երբ որ նայենք այդ հարցը այդ հանդիպման այդ նախնական պրեսայի համար, մամուլի համար հատվածը, սովորաբար նման հանդիպումներում, ինչպես կնկատենք, ինչպես փորձն է ցույց տալիս, այդքան երկար չի տևում, հա, այսինքն այսքան երկար բոլոր հաղորդագրությունները, բոլոր մեսիջները փոխանցելիք միմյանց ոչ մի նաև միմյանց, այլ նաև ժողովուրդներին, որտեվ
ստացվում է Հայաստանում այնպես, որ մեր ժողովրդի կողմից այնքան է անվստահելիությունը գործող ղեկավարությանը, որ շատ դեպքերում Հայաստանի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ մենք պետքա հետևենք այլ երկրների ղեկավարների խոսքին, որպեսզի իմանանք, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում։ Կլինի դա թե Ռուսաստանը, կլինի դա թե Արևմուտքը, կլինի դա անգամ ոչ բարեկամական տրամադրված երկրները, հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումների վերաբերյալ շատ հաճախ մենք հիշում ենք, որ մենք նորություններն իմանում ենք Ալիևի շուրթերից եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Հիմա իմանում ենք Պուտինից, հա։ Հիմա այստեղ մենք կարող ենք նաեւ որոշակի հասարակությունը նաեւ կարող է որոշակի եզրակացություններ անել, եթե մենք բոլորս հետևել ենք, այսինքն ինչ է վերաբերում գազի գնի շուրջ խոսույթը, անվտանգության, Եվրամիություն, ԵԱՏՄ, այստեղ էլ է խնդիրը հենց մարդու ղեկավարի անվստահելիության հարցն է, այսինքն թույլ դիվանագիտությունը եւ թույլ ղեկավարումը հանգեցնում է նրան, որ նա անգամ վստահություն չունի գործընկերների փոխհարաբերություններում։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իրականացնելու է բալանսավորված արտաքին քաղաքականություն, բազմավեկտոր, եւ այդ վստահելիությունը նրա դիվանագիտության արդյունքում թույլ է տալու բոլոր երկրների հետ ունենալ լավ եւ խորը հարաբերություններ, հակառակ պարագայում, ինչպես մենք տեսնում ենք Փաշինյանի այս ղեկավարման իրավիճակում, արդեն մարդը, այսինքն չունի դեռևս հստակեցված, թե ինչ ուղղությամբ է գնալու իր արտաքին քաղաքականությունը։ Ինքը հենց իր խոսքերով, ասենք, մենք չենք հասել այդ կետին, դեռևս կարողանում ենք երկու ուղղություններով վարել քաղաքականություն, երբ կհասնենք, որոշում կկայացնենք։ Մոսկվայում սպասելու են, նստելու են, սպասեն, ինչ կարծիք եք։ Ինչ հասկացաք Պուտինի ասածից, եւ պատահական չէր փաստորեն ձեր բնորոշումը, որ այդքան երկար էին թողել խոսքը։ Այո, սա նաեւ Փաշինյանի կառավարման հմտությունների մասին է խոսքում, այսինքն դրանց բացակայության մասին է խոսքը։ Չի կարելի ունենալ արտաքին քաղաքականություն, երբ որ դու չգիտես մի տարի հետո ինչ պետք է անես։ Երբ որ չգիտես ինչ պետք է անել 1 տարի, 2 տարի, 3 տարի կտրվածքով, այդտեղ բնականաբար լինելու են այսրոպեական, այսօրեական լուծումներ, որոնք իրար հետ շղթայական կապ չունեն։ Իսկ չի կարելի արևմուտքին սիրաշահելու համար Ռուսաստանի վերաբերյալ ինչ որ հայտարարություններ անել կամ հակառուսական քայլեր անել եւ ընդհակառակը չի կարելի Ռուսաստան գնալ Մոսկվա սիրաշահելու համար ռուսական կողմին հետ քայլ անել եվրոպական երկրների կամ արևմտյան երկրների հետ հարաբերություններից։ Նույն օրինակը բերենք Վենսի այցի հետ կապված եւ մոդուլային ատոմակայանի հայտարարության եւ բանակցությունների ավարտի մասին ստորագրված փաստաթղթի հետ, հա։ Այսինքն արվում է բանակցությունների ավարտի մասին այդ փաստաթուղթը ստորագրվելուց հետո մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը նախազգային ժողովում ասում եւ 3-4 օր Մոսկվայում էլ ասեց, որ մոդուլային ատոմակայանի վերաբերյալ մենք շարունակում ենք քննարկումները։ Այսինքն դու ամերիկյան կողմի հետ կնքում ես փաստաթուղթ, ասում ես մենք շարունակում ենք քննարկումները։ Սա աբսուրդ է։ Նաեւ ռուսական կողմի հետ ենք շարունակում, չէ՞։ Նաեւ ռուսական, նաեւ չինական, նաեւ կորեական, այսինքն ինքը նշում է այս կողմերը, անգամ կողմերն է նշել։ Երեք չնշեց այդ կողմերի մասին, բայց իսկ ինքը մտածում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցություններին ամերիկյան կողմը չի հետևելու կամ եվրոպական կողմը չի հետևելու։ Սա հենց այնա, որ Հայաստանը տանում է ուղակի անդունդ, այսինքն այս մի աթոռից դրնել մյուս աթոռ, հետո նորից վերադառնալ մյուս աթոռ, այսինքն գնալ Եվրոպա, Եվրոպայում փորձել ինչ-որ սիրաշահումներ գտնել, ինչ-որ այսինքն գնալ Եվրոպայում փորձել գտնել մարդիկ, ովքեր իրեն կսատարեն, չգիտեմ արդյունքների մասին, հետո գնալ Մոսկվա, Մոսկվայի ինչ-որ խնդրանքներով դիմել կամ ինչ-որ մեսիջներ փոխանցել կամ ինչ-որ բաներ խոսալ, որ հետագայում գալ նորից դա նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել, սա արտաքին քաղաքականություն չի։ Իրենց ամեն սխալի համար մենք ազգովի ենք վճարում, մեր ժողովուրդն է վճարում։ Միներփեր անգել, հա, տեսեք, Պուտինի ասածը բանտարկված մարդու մասին եւ այլնի։ Հիմա ինչ եք կարծում, օգնում է թե խանգարում ուժեղ Հայաստանին, հաշվի առնելով, որ իշխանությունը անընդհատ ասում է, որ դուք Կրեմլի ուժն եք, ոչ միայն դուք, էլի։ Եվ այսպեսով փորձում է վարկաբեկել, հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ինչ-ինչ տրամադրություններ կան հակառուսական։ Այդ դա ինչ դեր
խաղաց ձեր համար կամ խաղալու։ Տեսեք, այստեղ էլ է, այսինքն եթե գործընկերը ինչու պետքա փորձի վարկաբեկել, եթե աշխատանքը այստեղ իմ խորին համոզմամբ պետքա լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետքա գնահատեն, որ ուժն է իր համար ավելի լավ պայմաններ ստեղծելու։ Չէ, նկատի ունեմ փաշկները ԿՊ-ն կվերցնի այդ հայտարարությունը, կասի տեսեք, մենք որ ասում էինք, Պուտինն էլ մեր ասածը հաստատեց, իրենք ռուսական ուժեր են, դա նկատի ունեմ։ Մենք բազմիցս ապացուցել ենք, մենք բազմիցս Սամվել Կարապետյանը իր գործունեությամբ բազմիցս ապացուցել է իր հայկական ուժ լինելը։ Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է իր որ հայ ժողովուրդը իր հոգացության եւ իր պատասխանատվության կիզակետում է նաեւ ձեր հաղորդաշարի անվանումով, հա։ Սամվել Կարապետյանի գործի արդյունքում մենք այս ամեն ինչը տեսել։ Այսինքն ամբողջ կյանքի գործունեությունը միտված է եղել հենց հայկական շահի սպասարկմանը, հենց Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը։ Գործունեության ոլորտ, այսինքն ժողովուրդ ուղղակի կարող է անձն աչքով ուղղակի նայելով հասկանալ թե ինչ է արել Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի համար եւ ուր է հասցրել Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին։ Իսկ այդ 3 պատերազմները, այդ պատերազմների ընթացքում զոհերը, երբ որ ինքը հայտարարում է, որ կարող ենք ունենալ նույն արդյունքը առանց զոհերի, այս մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում մարդ, ով նմանատիպ հայտարարություն անում, բերում է 3 պատերազմ, ձախողում է 3 պատերազմները, այսինքն մեկ օրվա ընթացքում մեկօրյա պատերազմի ժամանակ 200-ից ավել զոհ ենք ունենում։ Եվ 23 թվականին, եւ 22 թվականին։ 22 թվականին Հայաստանի իրենց կողմից նշված սուվերեն տարածքում եւ այդ քարտեզը, որ ամեն տեղ իրենց կրծքանշանի տեղ օգտագործում են եւ քայլում են փողոցներով եւ անգամ այդ միջազգային հանդիպումներին են գնում, մի քիչ աբսուրդայնության մակարդակի է հասնում արդեն։ Տեսեք, ասում եք բալանսավորված քաղաքականություն, չէ՞, բայց իշխանությունը ունի մի թեզ էլ, որ անընդհատ շրջանառում է։ Դրան ինչ կասեք, տեսեք, ասում եմ ինչպես է, օրինակ ինչպես եք պատկերացնում, իրենք հարցնում են, որ Ռուսաստանում կապիտալը, հա, իր վաստակած, իր ընդհանրապես այդ ուղին անցած մարդը եկավ իշխանության, եթե եկավ, Թրամփը ինչպես պետք է բանակցի այդ մարդու հետ, ներդրումներ անի, ինչպես կբերի ամերիկյան ներդրումները կգան այդ մարդու ղեկավարած երկիր, օրինակ այդպեսով որոնք դուք թրիփը կտապալեք, հետո ինչպես է պատկերացնում մի տարածքում Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ գան իրար հետ ճանապարհների հարցով, ինչու՞ չէ խաղաղության պայմանագրի երաշխավորության հարցով այդ բոլորը միասին մի կաթսայում հակառակը դուք այսպես ասում ուրեմն մեծերին բերում եւ Հայաստանում իրենց բախումն է քրահարում, տարածաշրջանում բերում եւ մեծերի բախում է քրահարում եւ այսպիսով պատերազմ եք նաեւ բերում, պատերազմի կուսակցություն եք նաեւ դուք, ոչ միայն դուք։ Այս կասեք։ Մենք բերում ենք ուժեղ խաղաղություն, նախ եւ առաջ։ Ուժեղ խաղաղության համար մենք նշել ենք այն ծրագրերը, կետերը, որոնք հանգեցնելու են ուժեղ խաղաղության։ Եվ առաջին տեղում հենց ուժեղ դիվանագիտությունն է, որը ուղղակի խոսքեր չեն, դա հենց խաղաղության հասնելու մարտավարություն է, ուժեղ դիվանագիտություն։ Իսկ տարածաշրջանում կամ Հայաստանի գործոնը, Հայաստանի տարածքում ներդրումներ ապահովելը դա ոչ թե դա հնարավորություն է, դա հնարավորություն է նաև գերտերությունների համար, բոլորը շահագրգռված կողմերի համար, ովքեր շահագրգռված են կապել Հայաստանը, այսինքն տարանցիկ ուղի լինել եւ Չինաստանից դեպի Եվրոպա երկրների համար, այսինքն ապրանքաշրջանառության համար, այստեղ շահելու են եւ չինական կողմը, եւ եվրոպական կողմը, եւ ամերիկյան կողմը, նաեւ ունենալով հետաքրքրությունը, նաեւ ունենալով իր ներդրումը, այդ կարևորագույն հանգամանքները կան, որ մենք ունենք մեր դիվանագիտությունը հայկական սուվերենության առանցքը պահելու է, ազգային շահերի առանցքը պահելու է։ Այսինքն հնարավոր է այդ բոլորին ներգրավել առանց իրենց անկախ նրանից թե իրենք դրսում ինչ հարաբերություններ ունեն, ճիշտ եմ հասկանում։ Այդ ձեր նշած նոր սա հնարավորությունների տեղ է եւ դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է։ Եվ տեսնելով նրանց արդեն իսկ տեսնելով նրանց հետաքրքրությունները եւ շահը Հայաստանում, այսինքն տարածաշրջանում կարելի է հասնել նրան աշխատանքի եւ կամքի միջոցով, կարելի է հասնել նրան, որ այդ ծրագիրը իրագործվի,
չի կարելի ունենալ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ քայլ անել, այդ չի կարելի ունենալ վատ հարաբերություններ կամ ստեղծված իրավիճակից հետ քայլ անել։ Միացյալ Նահանգները Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է լինելու, երբ որ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լինի իշխանության։ Այսինքն թրիփը չեք չեղարկելու։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ արդեն ոչ, թրիփի չեղարկման վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք, որ թրիփի հնարավորությունները մաքսիմում օգտագործելու ենք ազգային շահերի համար։ Տիպը չի լինելու միայն Ադրբեջանի երկու կողմերը իրար միացնող ճանապարհ, որից օգտվեն միայն այդ երկիրը, որը Թուրքիան։ Այդ իսկ խաղաղության պայմանագրի մասին ինչ կասեք։ Տեսեք, ասում են հիմնական թեզ այն է, որ ասում են, տեսեք, իրենք անուն են դնում, ասում են ուժեղ խաղաղություն չէ, որ արդեն բանակցված պայմանագիր կա։ Եթե եկան, վերաբանակցեցին եւ այլն ինչ-որ բաներ, դա դուռ է բացում պատերազմի համար։ Ինչ տարբերություն կա խաղաղության պայմանագիրը, այլ ինչը պետք է բան լինի։ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան էլ էին խաղաղության պայմանագիր կնքել երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբից, նախորդող շրջանում։ Խաղաղության պայմանագրի կարևորագույն բաղկացուցիչը երաշխավորների առկայությունն է։ Ու մի քանի երաշխավորի առկայություն։ Այս դա էլ ասում են։ Մենք պետք է հասնենք նրան, որ Միացյալ Նահանգները լինի ոչ թե վկայի կարգավիճակում, այլ լինի երաշխավորի կարգավիճակում հստակ պարտավորություններով։ Միացյալ Նահանգները ասում են, որտեղ Միացյալ Նահանգները արդեն խաղի մեջ է։ Մենք ունենք տարածաշրջանով հետաքրքրված երկրներ, տարածաշրջանում գերտերություններ, որոնք ճիշտ բանակցությունների դեպքում, իսկ դիվանագիտություն դա նուրբ արվեստ է, դիվանագիտությունը սիրում է լռություն, դիվանագիտությունը համեմատությունը, այսբերգի հետ, երբ որ գագաթը քիչ է երևում եւ ավելի մեծ հատվածը չի երևում, այդ շատ տեղին է։ Այստեղ դիվանագիտությունը ուզում է լուր աշխատանք ու բանակցություններ, որի ընթացքում հնարավոր կլինի ներգրավել այդ հետաքրքրություն ունեցող երկրներին այս գործընթացում։ Օրինակում Ռուսաստանին երկրորդ երկիր որպես հետաքրքրություն ունի չէ ակնհայտորեն։ Եկեք անուններ չտանք, բայց հետաքրքրություններ ունեցող երկրները իրենց արդեն կարան լինեն մի քանիսը, մենակ Ռուսաստանը չի։ Իսկ այդ հետաքրքրություն ունեցող երկրները եւ Միացյալ Նահանգները ինչ հարաբերություններ ունեն, դա կապ չունի։ Կարող են նրանք մեկտեղվել մի հարցի շուրջ։ Երկար ժամանակ հետաքրքրություն ունեցող երկրները թեկուզ վերցնենք արդեն անցյալի փորձը, որը Նիկոլ Փաշինյանի էլի այդ ձախողված դիվանագիտության արդյունքում այո, չեղարկվեց, այսինքն Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա այն էր, ինչ ուզում էր Ադրբեջանը։ Այն աշխատանքներ, այսինքն գործողություններ, որ երկար տարիներ ձգտել է Ադրբեջանը։ Բայց Մինսկի խմբի համանախագահության ընթացքում էլ բոլոր երկրների հիպոթետիկ վերցնենք այդ երկրների հիմա, այսինքն վերցնենք արդեն կար, ապագայում ստեղծված երաշխավորների ինստիտուտը բնականաբար արդեն անպայման չէ, որ լինեն նույն երկրները, այսինքն կլինեն այլ երկրներ եւս։ Բայց այս պարագայում ինչքան շատ լինեն երաշխավորները ու հստակ պարտավորություններով երաշխիքներ նրանք տրամադրեն Հայաստանին, ու այս պարագայում մեզ են պետք է երաշխիքները, ու Ադրբեջանն է ձգտում երաշխավորներ չունենալ, որովհետև նա այդ գործողություններում սանձարձակություն կարող է թույլ տալ։ Բնականաբար մենք պետք է ձգտենք այդ երաշխավորների առկայությանը։ Իսկ եթե իրենց կամքը արդար է, իսկ իրենք էլ ուզում են հարատև խաղաղություն, իրանք արդեն երաշխավորներից հրաժարվելը, այստեղ արդեն մտորումների առիթ է տալիս։ Իսկ ուժեղ խաղաղության դեպքում լինելու է մնայուն, երկարատև, հարատև խաղաղություն։ Մի բան բացենք երաշխավորների մասով, ինչ է նշանակում երաշխավոր, զուտ պրակտիկ իմաստով նկատի ունեմ, ասենք կան այդ երկրները, Ադրբեջանը խախտում է պայմանագիրը, հարձակվում է կամ ինչ-որ մի գործողություն է անում։ Իրենք ձեր պատկերացմամբ ինչ պետք է անեն։ Պետք է ամենակտրուկ ասեմ, հարձակվեն Ադրբեջանը ռազմական ուժով զսպեն, թե այլ մեթոդներով, ինչ է դա ենթադրում երաշխավոր կոչվածը։ Զսպան մեխանիզմները ժամանակակից եւ դիվանագիտության եւ անվտանգության մեջ կարևորագույն ֆունկցիա են իրականացնում։ Երաշխավորների առկայությունը արդեն դիվանագիտական զսպման մեխանիզմ է, հենց Ադրբեջանի համար։ Այսքանով կարծում եմ ամեն ինչ ասված է։ Դες կարող եմ որպես հակադիր օրինակ բերել Ուկրաինան, ասելով որ Ուկրաինայի անվտանգության երաշխավորն էլ Ռուսաստանն էր, փաստաթղթով ոչ միայն Ռուսաստանը։
ուկրաինական դեպքը մի քիչ այլ է եւ Ուկրաինայի հայց ճգնաժամը Ռուսաստանի հետ է, այսինքն ստեղ մենք չենք ասում մեր երաշխավորը պետք է լինի Ադրբեջանը, բնականաբար դա абսուրդ է։ Երևի թե Հայաստանում մի հոգի է իր երաշխավոր տեսնում Ադրբեջանին, որը ցավոք սրտի աշխատում է կառավարության շենքում ամենաբարձր պաշտոնին։ Հա, Ադրբեջանը տեսնում, այդ դրանով էլ ավարտենք զրույցը, ինչից սկսեցինք, այդ մոլդովական սցենարի մասին են շատ խոսում իշխանությունները, եւ ընդհանրապես արտաքին բաղադրիչի մասին շատ է խոսում բոլոր թևերից։ Արդյոք այդ արտաքին բաղադրիչը որոշիչ կամ որևէ դեր խաղալու է ընտրություններում եւ բոլոր կողմերից նկատի ունեմ Մոսկվայից էլ, Արևմուտքից էլ, ինչու՞ չէ Թուրքիայից ու Ադրբեջանից էլ։ Եվ ում կողմից է ավելի շատ դեր խաղալու, ով է ավելի շատ կարևորում։ Դե տեսնում եք արտաքին բաղադրիչին ով է ամենաշատը հետևում, հենց գործող իշխանությունները, այդ դրսից մարդ բերելու այդ պրակտիկան մեր մոտ չի աշխատելու եւ մենք խնդրելու ենք մեր ժողովրդի քվեն, մենք խնդրելու ենք մեր ժողովրդի մեծամասնության քվեն, հստակ ասենք բացարձակ մեծամասնության քվեն, երբ որ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը գա իշխանության, մենք իրականացնելու ենք եւ մեր արտաքին քաղաքականության ուժեղ խաղաղության նշված կետերը եւ իրականացնելու ենք տնտեսական քաղաքականության նշված կետերը, որի արդյունքում ունենալու ենք զարգացող Հայաստան եւ հայկական միտքը ծառայելու է Հայաստանի զարգացմանը։ Մի ճշգրտում մոլդովական սցենարը ենթադրում է, եթե այդպես են շարժվում, այնինչ որ եղավ Մոլդովայում։ Հիմա դուք ունեք այդ մտավախությունը, կասեց սման ձեր մասնակցության արգելափակման, այլ գործողություններ, եւ եթե ունեք դիմագրավման սցենարներ ունեք, ինչ եք անելու։ Բոլոր սցենարները եւ բոլոր իրավիճակների վերաբերյալ գործողությունները ունենք, բայց նաեւ ունենք հստակ օրենքի համապատասխան իրականացող գործողություններ, որ ոչ մի հիմնավորում չկա, ոչ մի տեղ թերացում կամ ոչ մի տեղ ինչ որ փոքր կասկած չկա, որ իշխանությունները կարող են մեր հանդեպ, այսինքն մենք կարող ենք թույլ տալ, որովհետեւ մեր հանդեպ նման գործողություն լինի։ Իրանց կողմից արդեն պետք է նշենք, եթե չեն վախենում, եթե չեն ուզում սահմանափակել ժողովրդի քվեն, գնանք ընտրությունների եւ ժողովուրդը իր ձայնը կտա եւ որոշիչ խոսքը կասի, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը կասի, ուզում է շարունակել այդ թույլ գլխիկոր եւ միակողմանի զիջումների շղթան եւ այս անդունդը գլորվելու այդ գործընթացը շարունակվի, թե մենք ունենալու ենք զարգացող երկիր, ունենալու ենք զարգացող տնտեսություն, ունենալու ենք ուժեղ խաղաղություն եւ ուժեղ Հայաստան։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալեքսանդր Սարգսյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ այդ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։